Գտեք ձեր սրտի արագաչափը եւ արեք նրա հետ այն, ինչ արեցինք մենք։ Մենք վերջերս քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստում քննարկել ենք այս հարցը եւ եկել ենք միանշանակ եզրակացության։ Մեր կուսակցության դիրքորոշումն է, որ արագաչափերը միանշանակ պետք է հանվեն Հայաստանի ավտոճանապարհներից։ Եվ այս հարցը մենք դնելու ենք մեր կուսակցության ծրագրային եւ այդ թվում նախընտրական ծրագրերի հիմքում։ Որովհետև դրանք չեն ավելացնում երթևեկության անվտանգությունը, այլ ընդհանրապես ստիպում են կարոտով հիշել թփերի տակ թաքնված խեղճ ու կրակ ճակերտներով գայշնիկներին։ Հայաստանի Հանրապետության վարչապետը չի հանձնարարել դադարեցնել արագաչափերի գործունեությունը։ Իսկ ինչ են խոստացել մենք արագաչափերից։ Որ արագաչափերը միանշանակ պետք է հանվեն Հայաստանի ավտոճանապարհներից։ Որովհետև դրանք չեն ավելացնում երթևեկության անվտանգությունը։ Արագաչափերը եւ տեսահսկող համակարգերը գործում են եւ պետք չէ իրավախախտումներ թույլ տալ։ Եվ վերջում չմոռանաք արտասանել Սերդեչնի պրիվետ at Հարութինա Զիմզիմովա։ Իսկ ինչ են խոստացել մենք արագաչափերից։ Ձեռեք առնում։ Նամակ ստացա այսօր, նրբագեղ թիթեռի քաշի, բացեցի սիրածս չեր, վճարիր 5000 սաշիկ։ Դա պետական գույք է։ Եթե այդ խնդիր է առաջանում այդ արագաչափերի կամ տրանսպորտային միջոցների հետ, ապա դա նշանակում է պետության խնդիրն է եւ ինքն է տիրապետում այդ գույքը։ Ճիշտ ենք հասկանում, որ եթե պետությանն է, ուրեմն ոչ մեկին չի պատկանում։ Եթե պետությանն է, ուրեմն պետությանն է։ Այդ թվում նաև Սաշիկ Սարգսյանին է, չէ։ Ես նորից կրկնում եմ, պետական գույքը չի կարող լինել ինչ-որ անհատին։ Որպես այդպիսին արագաչափերի բիզնես հասկացություն գոյություն չի կարող ունենալ։ Ճանապարհային ոստիկանության կողմից օգտագործվող ամբողջ գույքը, այդ թվում արագաչափերը եւ տեսախցիկները Երևան քաղաքում տեղադրված, ինչպես բարեկային ավտոմոբիլները եւ դրանցում տեղադրված սարքավորումները հանդիսանում են պետության սեփականությունը։ Ինչ վերաբերում է հավատարմագրային կառավարիչին, ապա հավատարմագրային կառավարիչը հանդիսանում է Security Dream ընկերությունը։ Իսկ այդ ընկերությունը ըստ օդում կախված լուրերի ուղիղ կապ ունի Սերժ Սարգսյանի ընտանիքի հետ։ Նշեմ, որ ըստ կառավարության էլեկտրոնային ռեգիստրի Security Dream ընկերության սեփականատերերի ցանկում վերջին 1 տարում փոփոխություն չի եղել։ 2014-ից այս ընկերության բաժնետերերն են Ալեքսան եւ Գուրգեն Զաքարյանները։ 2019-ի հունվարի 25-ին ոստիկանությունը կրկին պայմանագիր է կնքել Security Dream-ի հետ ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման վերահսկողության ծառայություններ մատուցելու համար։ Սերդեչնի պրիվետ at Հարութինա Զիմզիմովա։